Դեպետ գետի ափամերձ տարածքներում գտնվող այգիների ու տների սեփականատերերն անհանգստացած են։ Տեղացող հորդառատ անձրևների պատճառով գետի մակարդակը զգալի բարձրացել է։ Բավականին բարձր է, ընդամենը մի կես մետր եւ նորից այգում գետը կհոսի։ Գասպարյանների տունը դեպետից շատ քիչ է հեռու։ Արգիշտի Գասպարյանը հիշում է, մոտ 1 տարի առաջ տեղի ունեցած հեղեղի ժամանակ գետն ամբողջությամբ ողողել էր տնամերձ այգին։ Հեղեղի ժամանակ մինչև Սյանես հատվածը ամբողջությամբ ջրով ծածկված է եղել։ Կարծես թե տարբեր հատվածներում մաքրման աշխատանքներ կատարեցին, բայց կոնկրետ այս հատվածում գետի հունը չեն մաքրել եւ էլի վտանգ կա, որ նորից գետը կբարձրանա եւ նորից կմտնի այգի։ Արգիշտին ասում է, հեղեղի ժամանակ գետի մեջ հսկայական հողի զանգված է հավաքվել, որի պատճառով դեպետի հունը բարձրացել է եւ հիմա անգամ փոքր վարարումներից ալիքները ափ են հասնում։ Ամբողջ հունը բարձրացել է եւ թեև փոքր մաքրման աշխատանքներ արեցին, բայց լայնածավալ ինչ-որ միջոցառում չտեսանք էլի այդպես է։ Իմ կարծիքով ամբողջ գետի հունը այդ հողի լիցքի պատճառով բարձրացել է եւ ամբողջությամբ մաքրելու կարիք ունի։ Ալավերդու դեպետ թաղամաս տանող ճանապարհի մի հատվածում եւս գետի հունը շատ բարձր է, ճանապարհին է հասնում։ Իսկ տեղումներն առաջիկա օրերին դեռ շարունակվելու են։ Այս մասին հիդրոօդերևութաբանության կենտրոնն է զգուշացնում։ Քաղաքացու ձայնը Լոռու մարզի Ալավերդի քաղաքից։